Վազգեն Սաքսյանը ոչ կնիկ ուներ, ոչ երեխա, բայց Վազգեն Սաքսյանը նման հայրենասեր պատյոտ մարդ ես չեմ ճանաչել։ Մինչև այսօր կռվում են Վազգենի առած զինտեխնիկայով բերած։ Մեկին ցույց տվեք մի հատ չինովնիկի ցույց տվեք, ում յաշիկ տվածել են, յաշիկը տանի փոխանակի տանգով։ Կատեց, միակ մարդը պատմության մեջ, ով բանակի համար մռմռացել է, որպես նախարար եղել է Վազգեն Սարգսյանը։ Դրանից հետո էլ չի եղել, վերջ։ Դաժան է եղել, կանչել է կաբինետ, գեներալին խփել է, գրել են գրիպից մեռավ։ Լավ արել։ Ինչ բոլոր մինուսներով, թերություններով, չգիտեմ, փողոցային մտածելակերպով եւ այլն, որպես նախարար եղել է Վազգենը։ Վերջացավ, ով ինչ ուզում է ասի սրանից հետո։ Մարդ ում անունը թուրքը լսում էր, փշաքաղվում էր։ Մարդ ում Արտանիշի զինվորները դնում էին ու ծսանում էին ու ադրբեջանական կողմը չէր կարում թպրտար։ Իսկ այսօր դարձրել են բանակը բարդակ եւ Վազգենի նմանների հիշատակն էլ ոնց կարողան են պղծում են, որովհետեւ Վազգենի քաղաքակետ աղբերը Նիկոլա Պաշտան։ Ոնց է Վազգենն էր անում։ Այս հարուստի վզին, այն հարուստի վզին դնում էր, դրա զորամասը սարքում էր։ Հարուստի տղուն տանում էին բանա, հերը գալում են տպրտալ են ասում են, ինչքան փող տամի մեր երեխի բանակ մեջ, ասում են հարց չկա, քո գյոթին վեկատա, բայց սաղ զորամասը սարքի։ Ասֆալտ փռի, էս արա, այն արա, այն արա, այն թվերին դեցեր։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ Վազգեն Սարգսյանը սաղն է, Հայաստանը այս օրինն էր։ Շատ խիստ կասկածում եմ, բացառվում եմ։